Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել պետական վերահսկողական ծառայության մասին օրենքի որոշ դրույթներ։ Երևանի քաղաքապետարանը դիմել էր բարձր դատարան, վիճարկելով այդ օրենքում կատարված փոփոխությունները, որոնք վերահսկողական ծառայությանը թույլ էին տալու ստուգումներ իրականացնել բոլոր տիմերում։ Ռադար Արմենիայի հետ զրույցում իրավաբան Հասմիկ Բալաբեկյանը նշեց, որ սահմանադրական դատարանը փորձել է վիճելի հարցի հետ կապված իրավական որոշակիություն մտցնել։ Որովհետև պետական մարմինների միջև երկար ժամանակ այս հարցի վերաբերյալ եղել է տարընկալում ու վեճ։ Սահմանադրական դատարանը իհարկե իրավական վերլուծությունների արդյունքում փորձել է որոշակիացնել այս հարցը։ Ընդ որում սահմանադրական դատարանի ամբողջ վերլուծությունները հիմնված են տեղական ինքնակառավարման մարմինների անկախության սկզբունքի, ինքնուրույնության սկզբունքի վրա, այսինքն սահմանադրական դատարանը շեշտադրումը կատարել է տիմերի անկախության հանգամանքի վրա։ Հաճախ է լրահոսում պատահում, որ Միացյալ Նահանգներում, Միացյալ Թագավորությունում, Ֆրանսիայում եւ այլ երկրներում բարձր դատարանը որոշում է պետական մարմինների վեճը, եւ ընթերցողը ակամայից մտածում է, ինչպիսի հասուն ժողովրդավարության հետ գործ ունենք։ Սահմանադրական դատարանի այս որոշման հիմքով կարելի է փաստել, որ Հայաստանը նույնպես ընթանում է այս ճանապարհով։ Պետական մարմինների լիազորությունների շուրջ վեճի հանգուցալուծումը ժողովրդավարական պետություններին բնորոշ գործընթաց է։ Այդ որոշումից ըստ էության օգտվելու են Հայաստանի տեղական ինքնակառավարման բոլոր մարմինները։ Նրանք ստանում են ամուր իրավական երաշխիքներ իրենց գործունեությունը իրականացնելու համար, տեղական ինքնակառավարման սկզբունքին համապատասխան։ Իրավաբանը վստահեցրեց, որ շատ կարևոր է տիմերի անկախության երաշխիքների ստեղծումը ու ապահովումը։ Ըստ նրա նաև պետք է լինեն համապատասխան վերահսկողության մեխանիզմներ։ Իսկ նմանատիպ մեխանիզմների բացակայությունը միանշանակ տարնելու է չարաշահումների։ Եթե մենք նայում ենք պետական վերահսկողական ծառայության կողմից լիազորությունների շրջանակը, թե ինչպիսի լիազորություններ ունի տվյալ մարմինը, ապա տվյալ մարմինը երևույթին միայն վերահսկողություններ իրականացնում։ Այսինքն գնումների նկատմամբ, օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողություն օրինակ իրականացնում, դոտացիաների օրինակ, ու ըստ երևույթին նաև չուներ լիազորություններ վարչական ինչ-որ պատժամիջոց կիրառելու, ցուցումներ տալու, կարելի է ասել խորհրդատվական, տեղեկատվական բնույթի գործառույթներ իրականացնում տվյալ պետական մարմինը։ Հասմիկ Բալաբեկյանը միակարծիք է այն մտքի հետ, որ տեղի ունեցածը կարելի է ասել պատմական նշանակություն ունի, իսկ հայկական ժողովրդավարության տեսանկյունից գուցե նաև աննախադեպ է։ Պետական մարմինների իրավասությունների միջև վեճը փաստացի հանգուցալուծվել է ինստիտուցիոնալ եղանակով։ Իհեճուկ ըստ նախկին տարածված պրակտիկայի, երբ պետական մարմինների միջև հակասությունները լուծվում էին կուլիսային պայմանավորվածություններով, այժմ հարցը հասել է բարձր դատարան եւ տրամաբանական լուծումը ստացել։ Տեղին է հիշել, որ ոչ վաղ անցյալում 2003 թվականին, երբ Հայաստանի սահմանադրական դատարանը որոշում էր կայացրել նախագահի վստահության հանրաքվե անցկացնելու մասին, Քոչարյանի իշխանությունը ոչ միայն դա չիրականացրեց եւ փաստացի արհամարհեց Հայաստանի սահմանադրական դատարանի որոշումը, այլև ծեծուջարդով ցրեց այդ պահանջով փողոց դուրս եկած ընդդիմության ցույցը։ Կարող ենք իրավական տեսանկյունից դիտարկել որպես կարևոր նախադեպ, որովհետև հետագայում լիազորությունների շրջանակում առաջացած վեճերի հետ կապված արդեն դատարանները կունենան հստակ որևէ բարձրագույն մարմնի կողմից տրված որևէ դիրքորոշում, որով կառաջնորդեն ու սպասելի է, որ այսպիսի մի որոշում կունենան, բայց այո, որոշակիություն տվող որոշումը, որը կարևոր կլինի հետագայում վեճերի քննման հետ կապված որոշումներ կայացնելու, որովհետև ստորադաս դատարանները, առաջարկային դատարանները մասնավորապես առաջնորդվում են ինչպես սահմանադրական դատարանի կայացած վերլուծություններով, այնպես էլ վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներով։ Նշենք նաև, որ սահմանադրական դատարանը չի կաշկանդվել փաստից, որ իր քննության ներքո վիճարկվել է վարչապետին ենթակա մարմնի լիազորությունների հարցը։ Բարձր դատարանի համար սահմանափակող նշանակություն չի ունեցել նաև այն հանգամանքը, որ ՊՎԾ-ի մասին օրենքում կատարված փոփոխությունները արժանացել էին կառավարության հավանությանը, խորհրդարանում անցել երկու ընթերցում եւ ստորագրվել Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից։ Այս փաստը հավելյալ խոսում է պետական ինստիտուտների միջև հավասարակշռության սկզբունքի գոյության եւ բնականոն աշխատանքի մասին։ Լիլիթ Աբրահամյան, Ալվարդ Բաղդասարյան, Ռադար Արմենիա։